Այսօր պատմելու եմ անթուրիումի մասին։ Անթուրիումը շատ գեղեցիկ, բայց մի քիչ պահանջկոտ սենյակային բույս է։ Անթուրիումը կարող է լինել տարբեր գույների՝ կարմիր, վարդագույն, սպիտակ, կանաչ, դեղին, մանուշակագույն, երկգույն, սպիտակ և կանաչ։ Ծաղիկը իրականում գունավոր տերև է, իսկ միջի փայտիկը իրական ծաղկաբույլն է։ Անթուրիումը սիրում է լուսավոր տեղ, բայց ոչ ուղիղ արև։ Ձմռանը կարելի է դնել լուսամուտին մոտ։ Գարնան և ամռան ուժեղ արևը կարող է այրել տերևները։ Չի սիրում քամի և ցուրտ։ Սենյակի միջին ջերմաստիճանը պետք է լինի 16 աստիճան։ Լավ է պահել պատուհանից 1-2 մետր հեռավորության վրա կամ թափանցիկ վարագույրի ետևում։ Անթուրիումը չի սիրում ծանր հող, լավ խառնուրդ է տորֆ, խոլորձի կեղև, պեռլիտ, տերևահող կամ հումուս։ Պարտադիր թաղարի տակ ավելացնել լավ դրենաժ։ Ջրել, երբ հողին վերին շերտը չորանա, ոչ հաճախ և սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ամռանը ջրել շաբաթը 1-ից 2 անգամ, ձմռանը 7-ից 10 օրը 1։ Անթուրիումը սիրում է օդի խոնավություն։ Հարկավոր է ցողել տերևները, կողքը դնել ջրով լի տարա և պահել այլ բույսերի կողքին։ Ծաղկելու համար անհրաժեշտ է լուսավոր տեղ, 20-ից 25 աստիճան ջերմաստիճան, ծաղկեցնող պարարտանյութ ամիսը 1-ից 2 անգամ և փոքր թաղար։ Մեծ թաղարում դժվար են ծաղկում։ Ամենատարածված սխալները, որ հաճախ թույլ ենք տալիս, շատ ջրել, ուղիղ արև, ծանր հող, մեծ թաղար և ցուրտ տեղ։ Եթե ձեզ դուր եկավ տեսանյութը, հավանեք և բաժանորդագրվեք էջին։